Հիմա մենք գտնվում ենք Բիթլիսում, որը նաև կոչվել է Բաղեշ, երկու անվանում է ունեցել։ Հիմա երկուսի բացատրությունն էլ ես կտամ, բայց ասեմ, որ ուրեմն այս աշխարհագրական դիրքով ուրեմն Բիթլիսը գտնվում է հայկական Տավրոսի Ձորապահակ կոչվող լեռնանցքում։ Ուրեմն Բիթլիսի հիմնումը, Բիթլիսի բերդի հիմնումը եւ ընդհանրապես որպես բնակավայր հիմնումը կապվում է Ալեքսանդր Մակեդոնացու հետ։ Ալեքսանդր Մակեդոնացին արշավում է, գալիս է այս տարածքներ, տեսնում է աշխարհագրական դիրքը, շատ է հավանում եւ իր ուրեմն զորավար Լիսին հանձնարարում է կառուցել այս բերդը։ Ինքը կներեք այս արամենց բանն է, էլի պատասխանը։ Ալեքսանդր Մակեդոնացին, որ հասնում է այստեղ, հավանում է աշխարհագրական դիրքը, իր զորավար Լիսին հանձնարարում է այս ուրեմն ժայռերի վրա կառուցել ուրեմն բերդ եւ գնում է շարունակում է իր արշավանքը, հետո երբ որ հետ է վերադառնում, արդեն բերդը Լիսը կառուցած վերջացրած է լինում։ Ինքը փորձում է պայմանականորեն գրավել բերդը, ոչ թե կռվում է իրականում, այլ փորձում է ուղղակի իր զորավարից գրավել բերդը, չի կարողանում։ Լիսը բերդը լինում է շատ անառիկ եւ Լիսը շատ լավ պայքարում է եւ չի թողում, որ Մակեդոնացին գրավի։ Հետո իհարկե, այո, հետո մի որոշ ժամանակ անց ինքը անձամբ Լիսը հանձնում է բերդի բանալիները Մակեդոնացուն եւ Մակեդոնացին նրան կատակով անվանում է Bad Lis, այսինքն վատ լիս, չար լիս։ Հա, եւ այդտեղից էլ գալիս է Bad Lis, Bad Lis, Bit Lis անվանումը։ Այստեղից է։ Ուրեմն Բաղեշ անվանումը մի քիչ ավելի, այսպես ասած, կյանքի, առօրյա կյանքից է գալիս, իբր թե մի գոմի մեջից, գոմի դուռը բացամնում եւ մի էշ դուրս է գալիս, այստեղ անընդհատ տարբեր տեղեր ձորակներ են եւ մի ձորակից ընկնում է ցած եւ ձմռանը ուրեմն սարճում սատկում է։ Եվ բաղ էշ, այդտեղից էլ գալիս է Բաղեշ, Բաղեշ անվանում։ Բիթլիսը իհարկե շատ ավելի տրամաբանական է։ Բայց երկրորդը ավելի քրդական։ Ուրեմն ասեմ, որ այստեղ հիմնականում ուրեմն սկզբնական շրջանում ապրել են, այսինքն գրավել են արաբներ, բայց արաբների հետ եղել են ուրեմն իրենց զինվորական զինվորներ քրդեր, հա, որոնք որ կայուն կյանք չէին վարում, քոչվոր քրդեր էին եւ արաբների ուրեմն զորքերում կռվում էին։ Հետագայում երբ որ ուրեմն նրանք ավելի, այսպես ասած, ոտքի կանգնեցին քրդերը, ըմբոստացան իրենց արաբ ղեկավարների դեմ, իրենց իշխանների դեմ եւ իրենք տիրացան Բիթլիսին։ Հետագայում անընդհատ մոտավորապես 3-400 տարի այստեղ իշխել են քրդական ցեղախմբերը։ Մինչև 1850 թվականը այստեղ հիմնականում եղել է քրդական իշխանություն։ Նույնիսկ Օսմանյան կայսրության ժամանակ օսմանցիները չեն վերցրել 1850 թվականին, 1849 թվականին նոր օսմանցիները քրդերին ճնշել են, ճնշումների են ենթարկել եւ նրանց ձեռից ուրեմն վերցրել են Բիթլիսը։ Այդ ժամանակ, քանի դեռ քրդական ցեղերն էին, քրդերի հետ միասին ապրել են նաեւ հայեր։ Հայերը միշտ այստեղ կազմել են բնակչության 30%-ը, ոչ ավելի, բայց քանի որ ուրեմն շինարար են եղել, շնորհքով են եղել, շենքերը, եթե ուղղակի մի քիչ մութա չի երևում, կտեսնեիք լրիվ հին հայկական շենքերը։ Ինչպես այստեղ ճանապարհն էլ կա, եթե տեսաք։ Այո, ինչպես պահպանվել են Կարսի հին տները, որոնք որ տեսել եք, այնպես էլ պահպանվել է ուրեմն Բիթլիսի տները։ Մինչև հիմա 100-150 տարվա տներ կա այստեղ։ Ուրեմն հետագայում արդեն որ անցնում է օսմանցիներին, օսմանցիները սկսում են արդեն այստեղ ժողովրդին ճնշումների ենթարկել եւ 1915 թվականին հայերին բնաջնջում են, կոտորում են, մոտավորապես 30,000 հայ են կոտորում Բիթլիսում։ Ուրեմն դրանից հետո արդեն Բիթլիսում 1916 թվականին Բիթլիսում այլևս ուրեմն քրիստոնյա հայ չի մնում։
Մինչ այդ, մինչև 1915 թվականը Բիթլիսում եղել է 3 հայկական գործող եկեղեցի, 6 դպրոց, հայկական դպրոց, ուրեմն 2 հոգևոր վարժարան, որոնք որ ուրեմն հոգևոր կրթություն են տվել։ Այո, այսինքն հայերը բավական մեծ տեղ են ունեցել այստեղ։ Ու արդեն